Ես բազմիցս հնչեցրել եմ հարցել, դուք կարող եք նորից հետաքրքրվել, իմ էջում դրված են այդ հարցերը, կարծում եմ բոլոր լրատվականները լուսաբանել են հարցերը, այդ հարցերը պատասխան չեն ստացել։ Դուք ինչ էիք ուզում հասնել խմբակցությունը այդ հարցը տևողական տալով ինչ էր ուզում։ Անկեղծության հասնել, որպեսզի մարդը անկեղծ խոսի։ Բայց ասում է ինչ որ դասընթացի է մասնակցել, հիմա ինչն է ձեզ համար մութ մնում այդքանից հետո։ Նարեկ ջան, մի բան կա, որ ուղեղային կենտրոնները ընդհանրապես մշակում են տվյալ պետության քաղաքական օրակարգերն առաջարկները։ Դրանք ուսումնասիրեք, հետո հասկացեք այս մարդը որտեղ է սովորել։ Այդքան դուք օրինակ որ իմանայիք վատ դրության մեջ դնել տեսեք, իմ նպատակը մարդուն վատ դրության մեջ դնելը չի, ավելի շատ մարդուն տանել նրան, որ ազնիվ խոսի։ Ես ազնիվ եմ։ Ես ազնիվ ճանապարհ եմ անցել։ Ես ազնիվ ճանապարհ եմ անցել։ Ես ազնիվ ճանապարհ եմ անցել։ Ես ուզում եմ, որ իմ դիմացինն էլ ազնիվ լինի ինձ հետ։ Ինչպես։ Դուք ինչ որ տեղեկատվություն ունեք, որ ուզում եք, որ Ռոբինյանը խոստովանի։ Տեղեկատվության մասին չի, թող հստակ խոսի իր կրթության եւ հետազոտական աշխատանքի մասին։ Այդքան շնորհակալություն։ Դուք կներեք, դուք նախկին հանրապետական եք, դուք նախկին Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ ինձ հետ հարգանքով խոսել։ Շնորհակալություն։ Դուք նախկին հանրապետական եք։ Ժամանակ ունենանք նման հարցեր քննարկել։ Ներողություն, մենք ժամանակ ունենանք դեռևս այդպեսի հարցեր։ Այո կամ ոչ պետք է ասեք, դուք նախկին հանրապետական եք։ Ես ամեն ինչ արել եմ, որպեսզի այս իշխանությունը հեռանա։ Դուք Սերժ Սարգսյանի թիմից եք եղել, հետո Ոչ, ես ոչ մի գործադիր մարմնում չեմ եղել, Նարեկ։ Բայց հանրապետական Կարծում եմ ձեր հարցերը այս պահի դրությամբ դեռևս շուտապույտ են։ Ժամանակ ունենանք դեռևս կքննարկենք։ Ձեր լրագրողներ, շնորհակալություն բոլորիդ։ Բացահայտումը դուք եք արել, որ Թույլ կտակ անցնեմ, թույլ կտակ անցնեմ։ ծրագիր է անցել, որևէ նոր ասելիք, նոր հարց չունի։ Ես ձեր լրագրողներ, ես կարծում եմ մենք ժամանակ կունենանք, ես ձեզ ամբողջական, ծավալային հարցազրույց կտամ։ Դուք բոլոր հարցերի պատասխանները կստանաք, հանրությունն էլ հարցերի պատասխանները կարծում եմ կստանա, եւ կարծում եմ այն հարցերը, որոնք լիարժեք պատասխան չեն ստացել, կարող եք տալ պարոն Ռուբինյան։ Հանրապետականի հետ ինչ առնչություն եք ունեցել։ Ինչ եք խոսապում ձեր քաղաքական անցյալից։ Սիրելի գործընկեր, ես հարգում եմ ձեզ, խնդրում եմ դուք էլ ինձ հարգեք։ Բովանդակային պատասխան եք։ Խնդրում եմ, այսօր մի փոքր, ասում եմ շուտապույտ է, ես կտամ ձեզ նման հարցերի պատասխաններ։ Խնդրում եմ այսօր, ոչ, կարելի է։ Այսօր չունեք պատասխան, թե հանրապետականի հետ ինչ կապ եք ունեցել։ Դուք նպատակ եք դրել մարդուն ճնշել միջև վերջ։ Ես ձեզ չեմ ճնշում, հարց եմ տալիս։ Այսօր առաջի օրն է։ բռնել ձեզ։ Ունենաք սիրելի գոր։ Ես բռնել եմ։ Ես բոլորից շատ սիրում եմ, հարգում եմ, խնդրում եմ, նույնն էլ փոխադարձ սպասում եմ ձեզնից։ Ռոբինյանի պատասխանները ձեզ բավարարեցին։ Ես կարծում եմ լիարժեք չէին։ Անկեղծ չէին։ Որ հարցը Ես կարծում եմ լիարժեք չէին։ Որ հարցը ձեզ պետք է պատասխան ունենա։ Ընդհանուր առմամբ գործընկերների հարցն էլ նորմալ չպատասխանես։ Հավաքագրված անձ է։ Կարծում եմ այդ հարցին ինքը կարող է պատասխանել։ Շնորհակալություն։